Եթերում հեռանկարն է։ Իրանն այսօր անվտանգության խորհրդի նոր ղեկավար նշանակեց։ Հակասական տեղեկություններ են հաղորդվում հնարավոր բանակցությունների վերաբերյալ։ Իրանի շուրջ զարգացումները այսօր քննարկեն Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանի հետ։ Շնորհակալություն Տիկին Իսկանդարյան մեր հրավերը ընդունելու համար։ Դուք այս օրերի ընթացքում հետևում եք Իրանում տեղի ունեցող իրադարձություններին եւ այն առանձնահատկությունները, որ նկատել եք, ինչպիսին են։ Պետք է նշենք, որ ոչ միայն ես եմ հետևել, այլ ամբողջ իրանագիտական համայնքն է հետևել եւ օր առաջ սպասում ենք, թե երբ է այս պատերազմը ավարտվելու, որտեղ լուրջ մարտահրավերներ են նետված ընդհանրապես տարածաշրջանի անվտանգությանը եւ մենք տեսնում ենք, որ զարգացումները դեռ շարունակվում են։ Իհարկե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այս պահի դրությամբ բանակցություններ են գնում եւ բավական լավ բանակցություններ են գնում, բայց լրագրողների են հարցին կոնկրետ ում հետ է գնում, հոգեվոր առաջնորդի Մոջթաբայի հետ է գնում, ասում է ոչ, ասում է բարձրաստիճան պաշտոնյաների, այսինքն հստակեցում չկա, թե ում հետ է գնում այս բանակցությունները եւ այստեղ ակնհայտ է դառնում, որ հնարավոր է մենք գնում ենք մի իրավիճակի, որ Դոնալդ Թրամփը փորձում է մի փոքր լիցքաթափել իրավիճակը, որտեղ մենք տեսնում ենք նաեւ ամերիկյան բորսաներում նավթի հետ կապված գների էական եւ շեշտակի աճ է գրանցվում, որպեսզի այս խնդիրները վիժեցնեն, նա ցույց է տալիս, որ իրենք գնում են բանակցությունների եւ հաջող գործընթաց է նախանշվում։ Բայց մենք նկատեցինք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից բոլոր պատկան մարմինները, որոնք ըստ էության պետք է բանակցեին, հստակ ասացին, որ մենք չենք բանակցում, Միացյալ Նահանգների հետ որևէ բանակցային գործընթաց չկա, այսինքն ոչ միջնորդավորված բանակցություններ կա, ոչ ուղիղ բանակցություններ կա, այսինքն որևէ պաշտոնյա հանձին չառավ, որ իրենք մտել են բանակցությունների մեջ։ Սա է շատ տարօրինակը, որը անհասկանալի իրավիճակ է ստեղծում այս պահի դրությամբ։ Սա արդյոք խոսում է նրա մասին, որ այդուհանդերձ հրապարակային մակարդակում չեն ուզում ընդունել, բայց որոշակի քննարկումներ լինում են ուղղակի դա վտանգի տակ չդնելու համար հրաժարվում են։ Իրականում պետք է նշենք, որ այո, միշտ էլ եղել են անդրկուլիսյան, այսպես ասած, քննարկումներ, բայց այս պահի դրությամբ դա այս դեպքը չի, որովհետև մենք տեսնում ենք, որ ռազմական գործողությունները շարունակվում են, թիրախավորվում են Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական օբյեկտները, Իրանի Իսլամական Հանրապետությունը թիրախավորում է Իսրայելում եւ տարածաշրջանում գտնվող ռազմավարական օբյեկտները, այսինքն մի փոքր իսկապես այստեղ անհասկանալի է, թե ում հետ են բանակցում եւ ինչ են բանակցում, որ տեսադաշտում որևէ փոփոխություն չի գրանցվում։ Առաջին օրերին մենք նկատեցինք, որ շատ ինտենսիվ էին հարվածները եւ թվում էր, թե Իրանում ամբողջ այդ ղեկավարությունը գլխատված է, կարծես թե եւ որը կարող է կաթվածի ենթարկվել պետական համակարգը, բայց դա տեղի չունեցավ։ Ինչպես։ Նախ նշենք, որ այո, կարողացան թիրախային կետային հարվածներով ըստ էության ոչնչացնել բոլոր ղեկավար կազմին, ովքեր որ պետական համակարգը իրականացնում են եւ ամենակարևորը այս դեպքում փաստացի Ալի Խամենեից հետո Լարիջանին էր, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր, ով հիմնական կառավարման համակարգը կարծես թե ինքն էր փորձում պահել, մինչդեռ որ կընտրվեր հոգեվոր նոր առաջնորդը, սակայն Ալի Լարիջանի իսպանությունից հետո էլ կարծես թե թվում էր, թե այո փլուզվելու է Իրանի պետական համակարգը, բայց սա հենց ցույց է տալիս, որ Իրանի պետական համակարգը մեկ անձից չէ կախված, դրանք տարբեր ինստիտուտներ են եւ մի ինստիտուտի ղեկավարին կամ մի զինվորականի կամ մի պաշտոնյայի վերացնելով համակարգը չի փլուզվում, գալիս են հաջորդները։ Պարզ է, որ այդ ինստիտուցիոնալ հիշողությունը փոխանցվում է, բայց իհարկե հասկանալի է, որ ավելի ուրեմն այն ուժեղներ, այն ովքեր որ տարիներով կառավարել են, նրանք դուրս են գալի շարքից եւ նորերի համար ժամանակ է պետք լինելու, որպեսզի կարողանան կառավարման համակարգը նորից կարգի բերեն։ Այս պահի դրությամբ ես կարծում եմ Իրանի Իսլամական Հանրապետության թիվ 1 խնդիրն է լինելու դադարեցնել պատերազմը եւ ստանալ այն կոմպենսացիաները, որը ինքը պահանջում է, որպեսզի կարողանան երկիրը ոտքի կանգնեցնել։ Նշեմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պահանջում է պատերազմի դադարեցման պայմանները, նաեւ որ պետք է ուրեմն երաշխիք լինի, որ 6 ամիս հետո Միացյալ Նահանգները նորից չի թիրախավորելու Իրանի Իսլամական Հանրապետության տարբեր հատվածներ, որ պետք է Միացյալ Նահանգները վճարի ուրեմն այս վնասների համար, իհարկե պետք է հասկանանք, թե Միացյալ Նահանգները կգնան սրանց թե չեն գնա, որովհետև իսկապես մի փոքր անհասկանալի իրավիճակ է։ Միացյալ Նահանգները այնպես է դիրքավորվել, որ իրենք հաղթել են արդեն, իսկ այս դեպքում ինչպես կարող է Իրանի Իսլամական Հանրապետությունը պահանջներ ներկայացնել Միացյալ Նահանգներից։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այստեղ պատերազմի ավարտից հետո բավական լուրջ եւ ծանր
բանակցություններ են գնալու, որպեսզի կարողանան որոշակի զիջումների հասնել, բայց այստեղ նաև Միացյալ Նահանգների համար է բավական ծանր իրավիճակ ստեղծվել, որովհետև առաջին օրերին նրանք հայտարարեցին, որ Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր ռազմավարական օբյեկտները թիրախավորված են, այնուհետև մի քանի օր հետո հայտարարեցին, որ երկրորդային ռազմական օբյեկտներն էլ են թիրախավորված, այսինքն անգամ ոստիկանության համակարգին, ոստիկանության շենքերին են հարված հասցրել, որպեսզի ժողովրդին ցույց տան, որ որևէ խոչընդոտ չկա, դուք կարող եք ոտքի կանգնել եւ պայքարել գործող կառավարությունը տապալելու համար, բայց նրանք ականատես եղան, որ ժողովուրդը ոտքի չի կանգնում եւ հիմա անելանելի իրավիճակում են, նորից նաթանզն են հարվածել, արդեն ուզում եմ հիշեցնել մեր ունկնդիրներին, որ այս ընթացքում 3 անգամ նաթանզի ուրեմն այս հարստացման գործարաններին հարված են հասցրել եւ նույն Միացյալ Նահանգների քաղաքացիների մոտ հարց է առաջանում, քանի անգամ պետք է հարվածեն մի օբյեկտի, որպեսզի վերջնականապես ոչնչացվի։ Ամեն անգամ Միացյալ Նահանգների նախագահը հստակ եւ խրոխտ ձայնով հայտարարում է, որ վերջնականապես մենք հողին ենք հավասարեցրել, բայց հետո մի քանի ժամանակ հետո նորից են հարվածում նաթանզին, նորից են 2 օր առաջ նորից նաթանզին էին հարվածել։ Հիմա այս պայմաններում որքանով է հավանական հնարավորին չափ մոտեցնել պատերազմի ավարտը, որովհետև ըստ էության երկու կողմն էլ դեմքը փրկելու խնդիր ունի։ Այո, ոչ միայն երկու կողմը, այլ նաև երրորդ կողմն է, Իսրայելն էլ հետը ունի խնդիր, բայց այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը հստակ երաշխիքներ են պետք։ Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը այս պահին համաձայնվի գնալ բանակցությունների, որևէ երաշխիք չկա, որ 6 ամիս հետո վերակազմավորելով իրենց ուժերը Միացյալ Նահանգները եւ Իսրայելը նորից նույն գործընթացը չեն սկսելու, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը արդեն բավական թույլ է լինելու եւ չի կարողանալու դիմադրել։ Դրա համար այս պահի դրությամբ կարծում եմ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կանգնելու, մինչեւ որ չստանա այդ երաշխիքները։ Միացյալ Նահանգների եւ Իրանի շահերը որոշ տեղերում համընկնում են, բայց շատ տեղերում էլ հակադարձ են կարծես թե ում լծակները առավել ուժեղ կարող են լինել այս դեպքում։ Նայեք, իսկապես այստեղ մի փոքր տարբեր է։ Օրինակ, ես կբերեի հարցը մի փոքր այլ կերպ կձևակերպեի։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելն են սկսել պատերազմ Իրանի հետ, Իրանի դեմ, բայց մենք տեսնում ենք, որ այս պահին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի շահերը արդեն կարծես թե երբեղկվում են, որովհետեւ եթե Իսրայելը ցանկանում է Իրանի Իսլամական Հանրապետության նավթարդյունաբերական կենտրոններին, նավթաքիմիական կենտրոններին հարվածել, Միացյալ Նահանգները դա չի ցանկանում եւ հստակ Թրամփը նշեց, որ մենք այլևս ցույց չենք տա, որ Իսրայելը հարվածի ուրեմն նավթային ոլորտին։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների համար մեծ հաշվով, մեծ ներկապնակի մեջ մեկ է թե ով կլինի Իրանի իշխանությունները, բայց Իսրայելի համար դա կենսական նշանակություն է եւ նրանք նշում են, որ պետք է Իրանում լինի աշխարհիկ պետություն եւ չպետք է լինեն հոգեվորականներ։ Եվ այս հարթության վրա ուրեմն Միացյալ Նահանգները եւս հայտարարում էր, որ իրենք պետք է մասնակից լինեն Իրանի ղեկավարի նշանակմանը, բայց ուզում եմ հիշեցնել, որ հոգևոր առաջնորդի նշանակում են բանիմացների խորհուրդը, որոնք հոգևորականներ են, եւ այստեղ մի փոքր անտրամաբանական է, թե պարոն Թրամփը ինչպես է տեղավորվելու այս պետական համակարգի այս ինստիտուտի մեջ եւ ինչպես է նա նշանակելու, եւ արդյոք նա նշանակելուց հետո Իրանի ժողովուրդը ընդունելու է այդ նշանակումը, թե չի ընդունելու այս նշանակումը, այսինքն այստեղ իսկապես բազմաթիվ հարցեր կա, բայց միակ բանը, որ հստակ է, այս հարվածների շնորհիվ Իրանի Իսլամական Հանրապետությանը մի քանի տարի հետ են նետել, այսինքն եւ նրա հրթիռաշինությունը եւ նրա տնտեսությունը այնպիսի իրավիճակի են դրել, որ եթե չլինի այդ իր պահանջած փոխհատուցումները, իսկապես Իրանի Իսլամական Հանրապետությանը մի քանի տարիներով հետ են նետել։ Նորից վերադառնալով բանակցություններին, պատերազմի առաջին իսկ օրերին տեղեկություններ տարածվեցին, որ հատուկ վերահսկողության տակ են առնված նախկին նախագահ Ռոհանին եւ իր արտգործնախարար Զարիֆը։ Արդյոք բանակցությունները կարող են այս անկյունով տեղի ունեցած լինել։ Իրականում մի փոքր թերահավատորեն եմ մոտենում այս հարցին, որովհետև այս պահին պարոն Ռոհանին եւ պարոն Զարիֆը որևէ պաշտոնական դերակատարություն չունեն, այսինքն ինչ հիմունքով պետք է նրանք բանակցեն։ Այո, ժամանակին նրանք բանակցել են, հիշում ենք, նույն Միացյալ Նահանգների հետ բանակցային փորձ ունեն, բայց նրանք իրավասություն չունեն այս պահին այդ բանակցությունները վարելու։ Ես այստեղ չեմ կարող որևէ ուրեմն կոմենտ անել այս հարցի հետ կապված։ Որքանով է այդ վերահսկողության տակ
դառնելու մասին տեղեկությունը ճշտված։ Իրականում պետք է նշենք, քանի որ սկսեցին ղեկավար մարմիններին, ղեկավար անձանց ուրեմն հարվածներ հասցնել, հնարավոր է որ նաև այո, նրանցից ոմանց ուրեմն պահել են որոշակի անվտանգային համակարգերում, որպեսզի բոլորին չոչնչացնեն եւ լինեն մարդիկ, ում հետ որ նրանք կարող են հետագայում բանակցություններ վարել։ Միջնորդական առաքելությունները այլ երկրների կողմից տարածաշրջանը եւս անհանգստացած է այս ամենով եւ որքանով են դերակատարում ունենում այդ երկրները Եգիպտոսը, Օմանը, Պակիստանի անունը նաեւ նշվեց, որքանով իրենք նշանակություն։ Պետք է արձանագրենք, որ պատերազմի սկզբից եւ նաեւ անցած տարի պատերազմի սկզբից միջնորդավորված բանակցությունները տեղի են ունեցել հիմնականում Օմանի ջանքերով եւ այս տարի լարվածության ֆոնին մենք տեսնում ենք, որ այո բանակցային առաջարկներ անում են նաեւ Թուրքիայի կողմից այս առաջարկները եղավ, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակ նշեց, որ ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի նրանք կնախընտրեն, որպեսզի Օմանը լինի այս միջնորդավորված բանակցությունների ուրեմն հիմնական կրողը, նա պետք է Օմանը պետք է լինի Օմանի արտաքին գործերի նախարարը, բայց այս վերջին զարգացումներից հետո, երբ որ Իրանը նաև թիրախավորեց Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բոլոր բազաներին, ինֆորմացիա տարածեց, որ նաև մի քանի հարված նաև Օմանին է եղել, եւ այս պահին եւ այս պարագայում ես չեմ կարող ասել պատերազմից հետո Օմանը կրկին հանձն կառնի միջնորդական առաքելությամբ, թե այնուամենայնիվ Իրանի Իսլամական Հանրապետությունը կորոշի տարածաշրջանի այլ երկրների միջնորդական առաքելությունից օգտվել, բայց այս պահի դրությամբ կարծում գլխավոր խնդիրն է գտնել այն հնարավոր եզրերը, որը նույն դեմքը փրկելու համար թե Միացյալ Նահանգների, թե Իրանի համար կգտնեն այն ոսկե միջինը, որպեսզի կարողանան օր առաջ դադարեցնել պատերազմական գործողությունները։ Մասնագիտական աչքով երբ նայում եք, ինչպես Հայաստանը իր վրա զգաց այս պատերազմը։ Իրականում սա բավական ծանր իրողություն է Հայաստանի Հանրապետության սահմանների եզրով եւ մենք տեսնում ենք, որ նաեւ վառելային նյութի հետ կապված ուրեմն թանկացումներ են գրանցվում, նաեւ մեր տնտեսագետները հաշվարկներ են անում, որ եթե պատերազմը ավելի ձգձգվի, մեր մոտ տնտեսական խնդիրներ այնուամենայնիվ կնկատվեն եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է արձանագրենք, որ բազմիցս նշել է, որ այս հարցերը պետք է լուծեն խաղաղ ճանապարհով եւ իր ուրեմն ժեստն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը, ցավակցական են ուղղել հոգեվոր առաջնորդի ուրեմն զոհվելու կապակցությամբ, ինչպես նաեւ օգնություն է առաջարկվել, խոսքը գնում է դեղորայքի սնունդի հետ կապված, այսպիսով օգնության ձեռք մեկնել է Հայաստանի Հանրապետությունը։ Մնացածը կարծում եմ, որ արդեն պատերազմից հետո մենք պետք է տեսնենք, թե ինչպես է Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողանալու վերականգնվել եւ Հայաստանի Հանրապետությունն էլ որքան հնարավոր է իր հնարավորությունների սահմաններում պետք է աջակցել։ Ես այստեղ նաեւ նշում ավելացնեմ, որ երբ որ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարեց, որ 24 ժամ է տալիս Հորմուզի նեղուցի բացման հետ կապված, հակառակ դեպքում կհարվածեն Իրանի Իսլամական Հանրապետության էլեկտրահաղորդման այդ ցանցերին, այստեղ խնդիրներ կարող էր առաջանալ, որտեղ մենք Իրանի հետ ունենք որոշակի համագործակցություն գազ էլեկտրոէներգիայի դիմաց այս ծրագրերով եւ այստեղ կարող էր նաեւ մենք էներգետիկ ոլորտում որոշակի փոփոխություններ նկատենք, բայց քանի որ դեռևս հետաձգվել է Թրամփի կողմից 5 օրյա ժամկետ նորից տվեցին, սա դեռ մտածելու տեղ է տալիս, թե Դոնալդ Թրամփը ինչու է անընդհատ այսպես ձգձգումներ անում եւ ինչ նպատակներ է հետապնդում։ Միացյալ Նահանգներում եւս Դոնալդ Թրամփի անձնական որոշումները միշտ չէ որ ընդունվում են միանշանակ եւ այդ ճնշումը որքան է որ կարողանա ազդել այդ որոշումների։ Իրականում մենք տեսնում ենք, որ նրա կողմնակիցները, MAGA-ի կողմնակիցները բավական աջակցում են Դոնալդ Թրամփին եւ նշում են, որ մինչեւ վերջ պետք է իրականացնի իր սկսածը, բայց բնակչության այն հատվածը, որ ընդհանրապես նույնիսկ Իրանի տեղը չգիտի աշխարհագրական առումով, բայց զգում է այդ ուրեմն վառելանյութի թանկացման խնդիրները եւ տեսնում են տնտեսական որոշ խնդիրներ, սա դժգոհություն է առաջացնում, թե մենք ինչ խնդիր ունենք մերձավոր արևելքում, որպեսզի ներգրավենք այս պատերազմի մեջ։ Հիշեցնեմ նաեւ, որ Դոնալդ Թրամփը երբ որ ընտրվում էր նախագահ, նա հստակ նշել էր, որ իր ուշադրությունը կենտրոնացնելու է միայն Միացյալ Նահանգների զարգացման վրա եւ չի ներգրավելու որևէ պատերազմական գործողությունների մեջ։ Սա բնականաբար որոշակի անհանգստություն առաջացնում է Միացյալ Նահանգների ուրեմն բնակչության մոտ եւ պետք է հիշեցնեմ, որ նաեւ նոյեմբեր ամսին լինելու է ընտրություններ, միջանկյալ ընտրություններ եւ սա շատ հետաքրքիր կլինի, թե Միացյալ Նահանգների քաղաքացիներին ինչպես կբաշխեն իրենց քվեները, այսինքն նրանք կտան ավելի շատ ձայներ հանրապետականներին, թե դեմոկրատներին։ Շնորհակալություն Տիկին Իսկանդարյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Գոհար Իսկանդարյանն էր։